սրած տամոքսը նայի։ Դե հեղապարկը, այդ սախանում, սա քրքրված է։ Եթե մենք նույնիսկ կարողանանք ինչ-որ բաներ անել, ուղղակի սրա տանջանքները երկարացնենք մի 2 օրով, կամ մաքսիմում մի շաբաթ։ Ինչ ես անաչարկում։ Թող ենք սեղանի վրա։ Կամպոն։ Պատկերացրու, որ դրա համար ամենալավ ելքը կլինի։ Ճնշումն իջնում է։ Ինչքան է։ 60-40։ Շպրեց։ Սրտի զարկերը 30։ Ադրենալին։ Ստեյթում։ Իշի քիչ առաջացած է ստեյթում։ Պետք չի։ Թող հանգիստ գնա տղան։ Կարգավորում։ Շարունակեցիք։ Կամպոն։ Սեթրակ Վիկտորովիչ, մեր երիտասարդի մայրն ու եղբայրն են դրսում, ուզում են ձեզ հետ խոսել։ Գնացա, որ իրատությունը նորմալ անցավ։ Ասեցի, բայց նրանք ձեզ են ուզում։ Որ ինչ։ Ինչ կարամ ես ասեմ։ Ինչ կարա արեցի։ Մնացած Աստծո հույսին է։ Դրանով հանդերձ, այդ կամքը դու էլ ես էլ լավ գիտենք։ Հա, գիտենք, հետո։ Որ ինչ, Ռաֆո գնամ ինչ ասել, գնամ ասեմ, որ ես ինչ կարա արեցի, որ իմ խիղճը մաքուր է, ես ձեր որդուն, ձեր եղբորը Եվս 2 շաբաթ տառապելու հնարավորություն տվեցի, հա, հետ ասեմ։ Հանգստացես հետ։ Թող քո պրինցիպները։ Բանները դավերտի տղային փրկել չեր լինի։ Նրա հարազատներն նրան արդեն մի անգամ կորցրել էին համարում։ Ումա պետք ես անիմաստ հույսը, որ դու իրենց տալիս ես։ Ինչ ես առաջարկում, Ռաֆո։ Ոչ մի բան։ Գլխավոր բժիշկը դու ես, որոշումը քոնն է։ Իսկ որ դու իմ տեղն ելներ, ինչ կանեիր։ Ես համարի, որ կյանքը ինձ դաժանացրել է։ Ես մահը գերածացում եմ անհուսությունից։ Ռավ, հետ դու ես ասում, իսկ ով է ինձ իրավունք տվել, որ թուրքի ձեռից մազապուր ձեղած այդ մարդկանց զրկել հրաշքի հավատալու իրավունքից։ Ով։ Հրաշքի։ Չգիտեմ, երևի դու ճիշտ ես, ինչ-որ է, կներես ինձ։
չես լցնում։ Դու քաղցր ես սիրում։ Հեսա էլ չունենք։ Չէ։ Բայց ներքևի խանութում ասեցին ստանալու է։ Իմացացի։ Ես չէ։ Այդ բան չկա։ Ոնց բան չկա, դուր տեսնեմ։ Ես ի՞նչ ես արել։ Բան չկա, ասեցի, վարել եմ։ Որտեղ։ Վարարանի վրա։ Ոնց ես հաջողացրել սենց խոր ու մեծ մակերեսով ես։ Հենվել ես։ Ռաֆ, ասեցի, բան չկա, չի ցավում։ Չես խոսում, ոչ չի ցավում, սա փուչիկ ա եղել։ Անկսել ես։ Զգուշ։ Չնկատեցի ոնց եղավ։ Երկու րոպե հետո նոր զգացել եմ, որ այրվում է ձեռքս։ Եվ ինչ է կատարվում հետդ։ Կներես, հիմա հարց տվեցի, ես գիտեմ ինչ է կատարվում։ Ուղղակի մի ուրիշ բան ասա ինձ։ Ինչքան և, ինչքան, միջև երբ։ Միջև երբ ես սենց անջատված ման գալու։ Ինչ ա ուզածդ։ Այսօր ձեռդ վարացիր վաղը, տունը կվարես քեզ էլ հետը։ Ես չեմ հասկանում։ Այնքան անջատված ես ման գալես, որ ես վախենում եմ քեզ մենակ թողնեմ։ Ռաֆ, ինչ ես ուզում ինձանից։ Ես դիտմամբ եմ արել։ Սկացար, դիտմամբ եմ արել, հա, դիտմամբ ձեռքս դրել եմ վարարանի վրա, որ չզգամ հոգուս ցավը։ Ու ինչ, հաջողվեց։ Մի երկու րոպե։ Ինչ ես ուզում ինձ։ Ես քեզ ինչ եմ արել։ Դու քո կյանքն ունես, քո աշխատանքն ունես, դու ժամանակ չունես քեզ հետ մնալու, իսկ ես ինչ, ամբողջ օրեր 4 պատի մեջ, ամբողջ օրը մենակ իմ մտքերի ու իմ հիշողությունների հետ, ես արդեն չգիտեմ ես գժվել եմ, թե նոր եմ սկսում գժվել։ Եվ արի քեզ համար աշխատանք գտնենք, հա։ Արի աշխատանք գտնենք քեզ համար, զբաղ պահենք քեզ, զբաղված թող լինի, հա։ Չեմ կարող։ Չեմ ուզում, Ռաֆ։ Դու մազոխիստ ես։ Հաճույք ես տանում քո տառապանքից։ Կներես ես չգիտեմ ինչ եմ խոսում։ Իսկ ամենակարևորն է, որ ես չգիտեմ ինչ անեմ, ոնց անեմ, ոնց քեզ օգնեմ, որ դու նորից ապրես։ Եվ երեխան ունեմ։ Հավատա, եւ ամեն ինչ կփոխվի։ Ամեն ինչ։ Ես հասկանում եմ, որ մենք էլ առաջվանը չենք լինի, բայց հիմիկվանն էլ չենք լինի եւ ամեն ինչ կփոխվի։ Երեխա ունենանք։ Ինչքան կարելի է նույն անիմաստ հարցը ամեն օր տալ։ Ու էլի ոտքի վրա, չէ։ Հա։ Դու ինչ որոշել ես մինչև կյանքիդ վերջ ինվալիդ մնաս, հա։ Բժիշկ ես։
Դու շատ լավ ինքդ ես հասկանում, որ պետքա դու հիմա պարկած լիներ տեղաշորում։ Ոչ թե, ով է տենց բան տեսել, ով, կիսաինվալիդ բժիշկ, առավոտվա 7:30-ին արթնանում է, գիշերվա կեսին տուն է գալի։ Սեդրանք դու ոչ հարով չես մնում։ Կիսաինվալիդը լավ էր։ Ուզածդ ինչը, գործի չմնամ, գործի չգնամ, վերընկնեմ տունը, որ կարանաս ասես լրիվ ինվալիդ։ Սեդրակ ջան, ախր ես քո մասին եմ մտածում։ Ոնց չես հասկանում։ Լիդ, իսկապես շամպես հոգնած եմ վրս հալ չկա, արիքան ենք էլ։ Բարզա։ Գործ չկա, հաց չկա, ջուր չկա, լույս չկա։ Ես ինչի հիմա անդեղ չեմ։ Այդ որտեղ անդեղ։ Անդեղ որտեղ իսկական տղերքը կռվում են։ Դու ասենք հեսա վաղը միսօր ոտիկ կանգնես, դու մնում ես տեղ որ ինչ։ Սի ալբում, դու երևի մոռացել ես, որ ես բժիշկ եմ։ Իսկ բժշկի գործը դժբախտաբար այն ժամանակը ավելանում, երբ որ մյուսները գործ չեն ունենում։ Սեթա, եթե դու հիմա անդեղ ելնեիր, ու այդ տղին չասար բերեին մոտը, դու համոզված կարայիր ասեիր, որ կյանքը կփրկեիր։ Արե։ Ահա, էս էլ հարցիդ պատասխանը, արի Ռաբջան, կակրած քո մասին էինք խոսում։ Ձեր այդ առողջապահությունը կարծեմ թե գնալու տեղ չունի, չէ՞։ Այս պատերազմ կոչվածին կարծեմ թե դեմ է։ Չհասկացա։ Աբո, Ինչ աբո։ Ռաֆայից լավ կանդիդատուրա։ Ռաբջան, այսօրվանից Սեթոյի ամբողջ բաժանմունքը քեզ փեշք էր։ Տնօրինի հարգելիս։ աբո։ Այն ինչ որ մեկ խոսում։ Եթե չանականելու բան չի, ոչ էլ հումոր։ Ու առհասարակ։ Այդ շփթփը ապալ-տապալը ես չեմ ընդունում հիմա։ Ես երկար բարակ մտածելու ժամանակ չունեմ։ Ու կարևոր որոշումներ այսպես շփթփ են կայանում։ Զենքը։ Արա զենքի մասն է մոռացել, դե զենքի պակաս կա։ Ոչ մեկը իր զենքը քեզ չի տա։ Դու նայ այստեղ քո էս կալյասկա մալյասկին ինչ ես անում, ես գնացի, հաջող մաջող։ Ինչ էր ասում, բան չհասկացա։ Աբոն պատերազմ ապել։ Ու աչքիս ես էլ հետ։ Դու ինչ ես, լուրջ ես ասում։ Ես երեք վիրատության ժամանակի հետ մտածում։ Ու այսօր աբոյի առաջարկը ոնց որ մտքերի շարունակություն դներ։ Լսես Սեդրակ, ի տարբերություն աբոյի, դու ստեղ անելիք ունես ու պետք ես։ Ինչ ասեմ Ռաֆա ջան։ Համարի հետ որպես մեղքս քավելու համար։ Ինչ մեղք։ Է որ այդ երեխուն ոչ կարացա փրկեմ, ոչ էլ թողեցի որ մահանա։ Դու մեղավոր չես Սեդրակ։ Մեղավոր եմ Ռաֆա։ Հլվատ վիճակիտ նայի։ Ես ոչինչ, ես ժամանակի հետ կապված բան եմ։ Իսկ այ
Մեղքի զգացումը այդ անժամկետով էր։ Մի հատ ասասանի տանենք։ Ես կտանեմ նստել։ Բարոս Աբաջան։ Ապշիկու մասին մոռացել էի։ Արիգան։ Ինչ կա որ։ Գգու։ Այն որտորդական հրացանը կա, նա։ Հա, ոնց։ Աչքից լույսի պես են պահում ապեր։ Անա ժամանակներ ենք ապրում, որ ամեն հրացան քաշում եք ոսկի է։ Գուրջան ծախին ձելի ինչ կրնի։ Չէ, հա։ Ինչքան կտաս։ 3 կուպետ կտամ, լավ է։ Խփի ապեր։ Այսօր որսի մորսի չես գնում։ Առաջի ես կենթանի խփողն Ղարաբաղ եմ գնում։ Չէ, հա։ Ինչի՞ չէ որ։ Ցեխս փակել եմ, գործ չկա, ես էլ մեջից սսին զուտում եմ։ Տղամարդն էլ ուժը տեղը, անը տեղը։ Գնի տան մեջ անգյալի պես մնա։ Հասերու պրծար։ Արի դու գնամ։ Ես։ Այս տարիքից։ Տարիքին չէ որ։ Գուգոնդենը սպիծեք են կռվում։ Հա։ Հա։ Մտածել է պետք ապեր։ Դե որ մտածես որոշես արի, իրի գունա հավաքում եմ։ Հեն հրացանը էլ կբերես։ Աշկիս վրա ապեր։ Թող, պեչ, թող պեչ, նստի։ Ոնց է վիճակը։ Լավ չի, մի մոմենտ ուշը եկալա գլուխը, դոկտոր ջան, նահերիտ անգամ, աշկերես քուրանոն, եկալ են ու կոլնարել, կոնալալ, լավ չի, ինչ հալնելու վերջը։ Ինչ ասեմ, մայրիկ ջան։ Աղոթի Աստծուն։ Դիման, դոկտոր ջան, գուջուրս է, հետ իման մեզ ինչքան մուրազ եմ կաղալ, դիմանում, դոկտոր, ինչ այնելով։ Այսօր կերեք, որտեղից եք գալիս։ Ղարաբաղից եմ, դոկտոր։ Ընկերներս են, երտալյոտ եմ պեղում, ընկերներս են։ Դոկտոր, մեր բանիցումը տեղ չկա։ Մենք լոխում տանկի են գնալ, դոկտոր։ Մինեն մորալա տրակավա։ Պարոն Սերապիչ, օգնեցեք, դոկտոր։ բոլոր հրատարները պատրաստեք։ Այո։ Գիշերվա հերթափոխի բոլոր քույրերին զանգեք թող գան։ Ասետրակ Վիկտորովիչ ինտերիալ պահել պետք չի։ Ես կզանգեմ։ Մինչև իրականը բոլոր հրատարները պատրաստել են։ Շտապ։ Ոնց է վիճակ։ Վիճակ չկա, սա փշուր եղած։ Մկանել մազի վրա է կարված տեսնես։ Ստեղ է։ Կանգնել սկսում։ Ամպուտացիայից բացի ուրիշ վիճակ չկա, ես չեմ տեսնում։ Լավ։
Նշան կարիք ունես։ Չէ գլուխ կանեմ։ Վերջացրեք։ Այո, Մյուսին բերեք։ Սեթրակ Վիկտորովիչ, մի 10 րոպե ընդմիջում չանենք, համեր կծխեք։ Ես ընթացքում էլ կծխեմ։ Լավ։ Տարեք մյուսին բերեք։ Թույլտվեք իդ խոթես ապերացիոն ես կոմար պարախատնույթ որա։ Լավա թող սկսաղելից ճանաչում եմ։ Աղբերությունը էլի ես ինք շոխորը սաղ հիվանդանոցը կամուֆլաժով լիքնա։ Բարաբարցն բիլը։ Վերտալյոտով։ Նա տենում ես, Ռաֆոնլիկի ոտը արդեն կտրմա։ Սաղ մի տանկի մեջ են եղել։ Դրա համար էլ եկել եմ։ Ես մեր ջոկատ արդեն համարյա հավաքել եմ։ Դու ինչ որ անում ես ստեղ, ավելի մեծ հաջողությամբ կանես ընդեղ, սեթո։ Ռենգենը։ Նարկոզը տվեք եսա գալիս։ Լավ։ Դու գնա հիմա չեմ կարող խոսում։ Իրիգունը գանք, կավակվեն խոսենք։ Սեթո իրիգունը տունը սպասում են քեզ։ Մի փոքր ժողով ենք անելու սեթո։ Նայես գալու ես։ Քեզ եմ սպասում։ Հիմա գնացի։ Սեթո չուշանաս։ Աբո եկար, ճաշը լցնեմ։ Աբո, էդ ինչ բան է։ Մստեղն է, ես շորին ձեր չես տալիս, երեխուն սպալին չես թողում, դուրն է պագես պահում էդավ։ Էդ ինչ այ մարդ։ Ուրեմ հարցեր չես տալիս, ես շորը չես բացում, երեխուն է սպալին չես թողում, ճաշը տեղավ, լցրել ես։ Չէ։ Դե լցրու, դավայ։ Սեթո հոգնած չես։ Չէ։ Արի։ Սասեցի մի քիչ պարկ եմ հանգստանում։ Վերջացրիք։ Վերջի կարեն էլ դրեցի ու դուրս եկա։ Բենզին ունես։ Հեսա դուրս դեմ փոխեմ ճարը մի տեղից։ Ես ունեմ, հեսա հարնիկին կասենք, իմ ավտոյից քաշես։ Հանգստացար արդեն։ Բո ինչ, գիշերս թե չեմ քնեմ։ Սեթո, աղբորը մանես մի քանի օր նա ռուսկա մի տուր էդ ոտիք, մի կաղնի ոտիք վերա։ Այսօր արդեն շատ կաղնեցի էդ ոտիք վերա։ Դեհա բժիշ ջան, ոնց կասի, այո մեկ ձերատոս լավ կանես։ Ականջդ կաղցե։ Ովքեր են սրանք, աբո։ Էդ ինչ եք խոսում, հա։ Ականջդ կաղելու փոխարին նա դավայլը վրաց սեղանքցի։ Լսի, մինչև դու ինձ չպատասխանես, ձեռիցս չես պարծնի։ Ասում եմ սեղանքցի պատասխան իրիգունը կստանաս։ Սեղանքցի, կարծես ուտելիքը թափած է սեղանքցի։ Այդքան տղամարդ ես ոնց եմ գերակրելու։ Արի։ Աբո, այս աշկի սերկուսել պոլնի բայվո գատով լեցուլեք, Հա, ռեսպայ։ Դու ռեսպայ բր ռեկվիզիտը։ Գնա ձերներդ լեվա շունաղի։ Հա, ես նայր տվացրեմ, հա։
Գուգո։ Սիլվա ջան, կարող է լվացվելու համար թույլատրություն պետք է վերցնեի քեզանից։ Չէ, Գուգո ջան, թույլատրություն պետք չի։ Դու ինձ ուրիշ բան բացատրի։ Էս ինչ ժողով է, հա՞։ Ինչի՞։ Աբոն ինչ է ասում բա։ Աբո։ Դու ինձ ես առնում։ Թե աբո ինչ ես ճանաչում։ Բան էլ չի խոսում։ Գուգո դու ձեն հանի, սիրտս պայթում է։ Ես ինչ հրացաններ եք տանում, բերում, ես ինչ աշիվ է, հա։ Ճիշտն ասեմ, ես հա չգիտեմ։ Խափում ես, Գուգո։ Խափում ես, այ հենց մեկը դու։ Ինչ ես հրացանը տարել եկել, Աբոն ասեց բեր, ես է բերեցի։ Կարող է մտքին կարչի որսի գնամ, հա։ Դու ինձ ախմախի տեղ ես դրել։ Հարցիս պատասխանի, ես ինչ հաշիվ է, հա։ Այ որ թողես մտնեմ, կարող է իմանամ կամ ասեմ։ Ես քիմի, ես կոնկրետ բան չգիտեմ, Սիլվա ջան, ինչ ասեմ։ Դե լավ, գնա Գուգո տղա, քեզ էլ իմացանք։ Վայ, Սիլվա ջան, արի։ Բարի Վարուժ ջան։ Արուժ ջան, ես գիտեմ, որ Գոգոն քեզնից գաղտնիք չունի։ Մի բան եմ ուզում խնդրեմ էլի։ Կարաս ինձ ասես, ես ինչ աշիվ է։ Ես ինչի են տղամարդիկ գնում գալիս մեր տանը, ես ինչ ժողով է։ Ոնց։ Դու չգիտես։ Ինչ պետք է իմանամ։ Գուգոն ինձ ասել է, որ աբոն ուզում է պատերազմ գնա Ղարաբաղ։ Այ, չգիտեիր։ Համոն պատերազմ ակնում։ Հա։ Գուգոն ա տենց ասել, ես ինչ իմանամ, կարող է սխալ հասկացել, կամ ես եմ իրան սխալ հասկացել, չգիտեմ, Սիլվա ջան, ես ինչ իմանամ։ Ինչ գիտեիր։ Լավ Արուժ ջան։ Շնորհակալ եմ։ Այդքան բան էի ուզում իմանայի։ Սպասի, լուցկի բերեմ ամուվար։ Այ ինչ իմանայի, որ դու չգիտես։ Կարող է սխալ գիտեմ։ Բայց ցավը տանեմ չգիտեմ։ Լավ Արուժ ջան։ Կներես։ Եթե ես պիտի հասնեմ Ստեփանակերտ ունդ գոսպիտալում հանգիստ նստեմ, իստեն ձեր չի տանի։ Ինձ պետքա, որ այստեղ Պալիվոյ գոսպիտալ բացեմ, ու երբ որ պետքա կռվեմ, երբ որ պետքա վիրահատեմ։ Սետա ջան, սպասիլը, դες չինում այդ ցավը տանեմ։ Բժիշկը չպետք է կռվի, բժիշկը պետք է տիլը պահի։ Դες բանովա տեսե, դες բան չի եղել երբեք։ Չի եղել կլինի։ Լենա ինչ ասում, դու սպասիլը, ստոպ, դու շատ մեծից ես բռնեցրել։ Դու իմը ասա տենամ, ինչ ես առաջարկում։ Այդ քո խելքի բանը չի, թող ինձ ես այդ հարցը կլուծեմ։ Աբո ջան, այդ հոսպիտալը մեր ընկերոջ գործն է։ Ես իմ ասածը ասեմ ու գնամ էլի աղբյուր ջան, լիքը բան ունեմ անելու։ Ես այդ իմ նույն հրացանից մի քանի հատ կճարեմ։ Ինչ կարծիք ես։ Լսում ես։ Այդ հարևանիդ հարցը իր այդ որսորդական հրացանով ա ուզում գա կռի։ Սետո դու գիտես իմ հարևանս է հրացանով քանի հատ կաբանա խփե։
5 հատ կաբան է խփել։ Ինչ ճիշտ է, էլի։ Իրան ասա, որ թուրքը կապան չի։ Չնայած եւ արարևույթ նմանությանը։ Սեթո ջան, դու հանգիստ եղի, մենակ էլ չի։ Դու մամելը արդեն պայմանավորվել է։ Արաբոտինի պետք է գնա 2 հատ կալաշնիկով պետք է բերի։ Դու ինչ մտածելու բան այց հավատանը, մենք զենքի, ես լիչն է զենքի հարցը կլուծեմ։ Հա, ձեզաբում, 2 տեղ ընդեղ խոսացել եմ, մենք ուծինին գնալու ենք հանդիպենք։ Լսում ես, ես էլ հետդ կգամ։ Աբո, մի վարքյան կարելի է։ Ինչ ասա։ Եթե կարող ես մի վարքյանով դուրս արի, կարևոր է։ Թուք։ Արա։ Չէ, քոչե, լսի։ Դե в общем ժողովը շարունակում ենք, մենք նայ տեսե ոտի ցավը կթեթևանա։ Եկած արի էլի։ Չէ, դժվար։ Արդեն պարկել եմ, հետո թող մնա եկուցվա։ Դուք տեղ որոշեք ինչ եք անում, հետո ինձ կասես։ Դե լավ, դով։ Ով էր Սեդրակ։ Ով էր։ Էջ, աբոնր։ Ես հաղթա։ Սիլվա։ Արի խոհանոց։ Ինչ կա։ Ինչ է։ Աբա, պատերազմ ես գալ։ Հա, ինչ կա։ Ոնց աբա։ Ուրեմն գալում ես Ղարաբաղ, հա։ Սիլվա, դու ուրեմն հայերին չես հասկանում, հա։ Հա, ես գնում եմ պատերազմ, հա, ինչ կա։ Աբա, ինձ ու երեխուն թողնում ես, ես մթանում, ցրտի մեջ ու գնում ես, հա։ Դու էլ հենց հիմա երեխուդ վերցրու իրար հետ գնում ենք պատերազմ, մեծ տեր ասացուց, ես գիտեմ լուրջ բան։ Մի րոպե, աբա։ Ու չես էլ բարեհաճում մի հատ, ասես, հա։ Չեմ ասում է, հարցնես, տեղյակ պարես, ուղղակի տեղյակ պարես, որ այ կնիկիս պասապուս ես հավաքում եմ ու ջան դմվում եմ պատերազմ, ու ասված գիտի հետ կգամ թե չէ, իսկ դու ոնց ուզում ես գլուխդ պահի երեխունդ էլ հետը, ու այդ հալով էլ հլը, աղբերիկ ես ուզում, աղբատաղ։ Սիլվա, տեղյակ պահելը որն է հաղում։ Բան չի, հենա, զենքերը տեսել ես, ամել ասել է, ուրեմ որ որսի չեմ գնում, պատերազմ եմ գնում։ Պարտավոր եմ ես կեզ ամեն ինչ բարարմար բացատել։ Հա, բո, պարտավոր ես։ Ուրեմն որոշել ես, ու որոշումդ վերջնական։ Հա, խոսք եմ տվել, պետք է հանել։ Ախր պետք է գնամ, եթե ամեն մի տղամարդ իրա կնգան գրգի ուստեղ վերեն գնի մնա բամեր հարի ինչ արնել։ Հետի բրի դենց մոթու ծուրտ նստենք։ Ես մեզ համար եմ գնում, մեր երեխեքի ապագայի համար եմ գնում, մանավանդ հիմա բանում գործ չկա, որ այդ քիչ է։ Ահի տենց ասա, այդ արդեն դու ես, բանը գործ չունի, ջանը քորագავს, բա ոնց կարա ապոն տեղը պիտի կանի, հա, մի հատ չգնա պատերազ, տեսնի ինչա կատաղում իրա ասացնացի, իրա ասացնանի։ Թևես ամեն։ Իրես որ ես աշխարում մենակ դու կարաս վրես տոնըտ բարձացնես ու անպատիժ մնաս։ Որոքի չոք տվես, ախր բասի մեջ, այս հավը։ Դու ինձ լավ գիտես, ես կգինամ էլ կգամ է, ինչ լավ կրնեմ։ Ամել են աղբերիկի հարցը ես գիշեր նախապադրաստի։
Ես ինչ եմ անելու մենակ, ես ոնց եմ ապրելու առանց քեզ։ Բաբա, որ քեզ խփեմ, բաբան հանկարծ, ես դուրը մեզ մի աշկովս նայում ծապտան։ Ինձ, բաբոյի, հետով պդի խպի, պդի կարենան, որ ինձ խպյան։ Ես զրոցըտ կդրի ծավը, զրոցըտ կդրի։ Մի քիչ էլ ուշսո։ Բարձր, հետ չես զախում։ Կոս։ Սեմ։ Կոս։ Ցավը տանր սպասում եմ, Սուզան ջան։ Սետրակը որոշել է Ղարաբաղ գնալ։ Այսինքն։ Նա համել որպես բժիշկ էլի։ Այս քան օրա վիրավորավոր բերում են Ղարաբաղից։ Աշկիս այս պատմությունը մեծ պատերազմի է վերածվելու։ Վիրավորներից մեկը 17 տարեկան տղա էր։ Վիրահատեցինք, բայց չի ապրել։ Դուք այդ տղայի մորը տեսնեիր, թե ոնց էր համբուրում Սետրակի ձեռքերը։ Կարծում էր, որ փամփուշտները հանեցինք, տղան ապրել է։ 17 տարեկան։ Կարծում եմ, այդ տղայի պատմության վրա Սետրակը որոշեց գնալ։ Երանի իրան։ Ինչ։ Ռաֆ, ինչ ես կարծում, որ տարիքում ավելի հեշտ զավակ կորցնել է։ Անիմաստ հարց ես տալիս, Եվա։ Ոչ մի տարիքում դրա հեշտը չի լինում։ Լինում է։ Այն ժամանակ, երբ որ դու ես մահվան շեմին, այդ ժամանակ ավելի հեշտ է, Ռաֆ։ Ինքն ա ձեր։ Իսկ տղան ընդամենը 17 տարեկան է։ Հենց որ ես քո հետ համաձայն չեմ։ Դա ընդամենը էգոիստ սեր է։ Ես չեմ դիմանա, ինչ եմ անելու առանց քեզ, հա, անընդհատ վախը սրտում ես, աբո խոստացի, որ երեխուս անհեշտ չես թողնի։ Ոչ թե երեխուս, այլ երեխեքիս։ Այդ շատ ինքնավստահ ես, հա։ Կասկած չունենաս։ Ես տեղ չեմ էլի Ղարաբաղ կրնեմ, Սիլվա, հենց իմացել հաղի ես անմիջապես ինձ խաբար ես անում։ Անմիջապես։ Աբո, տես հա, վրետ մի հատ կերծված եղավ չեմ թողնելու տուն գաս։ Տղեկից լավ կնես։ Տղեկիտ։ Երիք չի 10 րոպեյանոց հղի եմ, էլ վստահ ես, որ տղա է լինելու, հա։ 100%, ես ինձ ոնց կարա աղջիկ էլի չեմ հասկանում։ Լավ, քնեցինք։ Եվա, վեր կաս Եվա։ Չեմ ուզում կամ, դու գնա ես տեղ կմնա։ Ստեղ որտեղ Եվա։ Ստեղ հետ ստեղ, ինչի սա պետք քո քաղաքը, ինչի ինձ տարար այդ քաղաքը, ինչ եմ ես կորցրել այդ քաղաքում։ Եվա, մենք ստեղ ապրելու տեղ չունենք Եվա։ Եվ ընդհանրապես լեննականցիների կեսը տուն չունի։ Ինձ տուն պետք չի, Ռաֆ։ Ինձ տուն պետք չի, ինձ ոչ մի բան պետք չի։ Մենակ մի բան։ Թող երեխուս հետ մնա, Ռաֆ։ Եվա, Եվա, ինձ նայ, Եվա, աչքերիս նայ։ Եվա, գորիկը ստեղ չի,
Գորիկը հիմա հեռու է։ Մի օր ես էլ դու էլ իր հետ կլինենք։ Բայց միջև այդ ապրելա պետք, լսում ես։ Ապրելա պետք։ Ինչ ես։ Դու ախր Աստծուն չես հավատում։ Ես ուզում եմ հավատամ։ Ինձ պետք է որ հավատամ։ Ուզում եմ որ դու էլ հավատաս։ Ուզում եմ, բայց ես վստահ չեմ։ Ես կասկածում եմ։ Իսկ եթե Աստված իսկական ինձ չկա։ Ու եթե ես մահացված ամեն ինչի վերջն է, Ռաբ։ Եվա, լսի, Գորիկը չկա, չէ։ Բայց ես ու դու իրան առաջվա պես սիրում ենք, չէ։ Այդ նշանակում է, որ սերը մահից ուժեղ է։ Այդ նշանակում է, որ մահը դեռ վերջը չի։ Երբ մահը գալիս է ուտում, թե վերջ ամեն ինչ վերջացել է, սերն ամնում։ Վեր կաց Եվա, ես քեզ խոստանում, մենք էլի կգանք ստեղ, շուտով։ Վեր կաց գնանք, ուշը։ Ասա Աստղիկ, լավ հեսա գալիս եմ, ամեն դեպքում իրահատարանը պատրաստ եք գալիս եմ հեսա։ Սեթ ու այսօր գիշերվա կեսին։ Սպասեմ։ Ալո, Գառնիկ, 10 րոպեից տեղ եմ, ես կարևոր գործ կա։ Ալո։ Ռաֆ։ Շտապարի հիվանդանոց։ Այն Ղարաբաղցու վիճակը վատացել է, երևի նորից բացենք։ Լավ է թռի։ Հեսա գալիս եմ։ Հա, Սեդրակ։ Օգնի հագնվեմ։ Իսկ ոչ մեկը չի կարող քեզ փոխարինել։ Սեդրակներ, շտապ վիրահատություն կա։ Պետք է կարողանաս վարաստունը ցորտալ։ Ինչի սա պետք։ Հեսա գնում եմ քնեմ։ Դրա, ես գնացի։ Սոված ես գա։ Ոչինչ կարևոր չի։ Գնացի։
Ռաֆ, ես այս երկու օրը գնալու եմ, Աբան ամեն ինչ պատրաստել է։ Նենց որ հիվանդանոցը թողում եմ քո լիակատար տնօրինության տակ։ Լիզային արդեն ասել ես։ Կասեմ։ Ներես սետրակ։ Եթե ամեն ինչ սենց չլներ, եթե դու ոտի լնեիր, եթե դու վիրահատեիր, կարող փրկեիր այդ տղային։ Ռավ, արի իրար չխաբենք, հա։ Այդ երեխուն ոչ մեկը չէր կարող փրկի։ Եվ մենակ Աստված։ Մի խոսքով։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Կարմիկին ասագը։ Here.